Հարգելի քաղաքացիներ, կառավարության կայքում հայտնվել է տարիներ շարունակ հայկական կողմի տիրապետության տակ եղած Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը։ Այս ահռելի փաստաթղթերի բազան ունենալով Նիկոլը 2018-2019 թվականներին հայտարարում էր, թե Ալիևից է ծանոթանում բանակցային գործընթացի մանրամասներին։ Հետո սկսեց պնդել, թե իբր բանակցային փաստաթղթեր ընդհանրապես գոյություն չունեն, բայց հենց այս հրապարակումը խոսում է նրա մասին, որ սա լկտի սուտ էր ուղղակի։ Սուտը զարգացնելով եւ իր դավադրություններն ու դավաճանությունները թաքցնելու համար բոլորիս փորձում էր համոզել, թե այդ բանակցային փաստաթղթերում ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ինքնորոշման, անկախության եւ ճանաչման վերաբերյալ։ Ստոր-ստոր բոլորիս փորձում էր խաբել, ասելով, թե այդ փաստաթղթերում իբր Արցախը ամբողջությամբ կլանված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության տրամաբանության մեջ։ 2011 թվական Կազան, 2018 թվական Կրակով եւ վերջապես 2019 թվականի բանակցային վերջին փաստաթուղթ, վերջին հայանպաստ փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, հանրաքվեի, բնակչության կարգավիճակի, սուբյեկտայնության, պետական ինստիտուտների բոլորի անխոչնդոտ կենսունակ գործունեության ապահովման երաշխիքների մասին։ Ավելին, հայկական կողմը հասել էր նրան, որ այս բանակցվող փաստաթղթերի եւ դրանց ստորագրման դեպքում Ադրբեջանի կողմից այդ խախտումները արժանանալու էին Մինսկի խմբի համանախագահ երկրների, այսինքն միջազգային հանրության սանկցիաներին, որոնք կկիրառվեին Ադրբեջանի նկատմամբ։ Ավելին, այն կհասներ մինչև այնտեղ, որ ՄԱԿ-ում Մինսկի խմբի անդամ պետությունները պարտավորվում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հիմա ձեզ մոտ հարց կառաջանա, բա եթե այսքան հայանպաստ է այս ամեն ինչը, այդ դեպքում ինչի է Նիկոլը սա հրապարակում, եթե թաքցրել էր 7 տարի, կարող էր շարունակել թաքցնել։ Նախ չէր կարող շարունակել թաքցնել հարգելի հայրենակիցներ, որովհետև Ադրբեջանի պահանջները գնալով ավելի են շատանում եւ դրանցից գոնե որոշները պետք է փորձել մոռացության մատնել։ Իսկ Նիկոլն իր կարծիքով ընտրել է ամենահարմար, ամենաբարենպաստ ժամանակահատվածը իր համար այդ փաստաթղթերը հրապարակելու։ Քանի որ 2026 թվականի ընտրություններին դեռ շատ կա, մինչև այդ դեռ շատ զիջումներ պիտի անի Ալիևի ասելով, իսկ մինչև 2026 թվականը այս բանակցային փաստաթղթերը ընդհանրապես իր ստերի արանքում ուղղակի մոռացության կմատնվեն։ Եվ վերջում, Սերժ Սարգսյանի կողմից Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակի վերաբերյալ։ Այդ նամակը ամբողջությամբ հայկական շահի դիրքերի ամրապնդման ապացույցն է։ Այդ նամակը ընդհանրապես Նիկոլի արտաբերած բովանդակության հետ որևէ կապ չունի։ Ընդհակառակը, հարգելի քաղաքացիներ, դուք կարող եք նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը ոդքասթ հայտնի ձևաչափով դիտել եւ կհամոզվեք, որ տառացի նույնական են Սերժ Սարգսյանի ասած պնդումները եւ մեջբերումները այդ նամակի բովանդակության հետ։ Այդ նամակը պատերազմի դաշտում հաղթած ժողովրդի տարիներ շարունակ իրենց ինքնությունն ու անվտանգությունը պահպանող բանակ ունեցող ժողովրդի եւ դիվանագիտական ասպարեզում հաջողություններ ամրագրող ղեկավարի նամակ էր։